Արյունալի հակամարտություններից ուշ քիչ եկող աշխարհում կտրուկ աճել է ռազմաճակատներում աշխատող լրագրողների մահվան թիվը։ Առաջնագծում նորից լրագրող է զոհվել Պաղեստինն այսօր հեռուստաընկերության թղթակից Մուհամմեդ Մանսուրին երկուշաբթի Խան Յունիսում իսրայելական ավիահարվածի ժամանակ է մահացել։ Այսօր պաղեստինյան մամուլը հերթական սարսափելի հարվածն է ստացել։ Չնայած Երուսաղեմում, Հորդանանի արևմտյան ափին եւ Գազայում պաղեստինցի լրագրողների հետապնդումներին, մենք հաստատում ենք ճշմարտությունը հայտնելու մեր հանձնառությունը։ Պաղեստինյան լրատվամիջոցը հայտնում է, Իսրայելի և Համասի հակամարտության ժամանակ սպանված լրագրողների թիվը հասել է 208-ի։ Ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ևս կորուստներ կան։ Իզվեստիայի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի մահվան լուրը երկուշաբթի է տարածվել։ Լրագրողը վերջին ռեպորտաժը Կուպյանսկի ուղղությամբ իրավիճակի մասին մարտի 23-ին է արել։ Ֆեդորչակն աշխատել է Լուգանսկի տարածքում։ Նա զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի հրետանային հարվածի հետևանքով։ 28-ամյա Ֆեդորչակը մարտական գոտում աշխատում էր 2022 թվականից։ Հենց այսպես է կատարվում ականների տեղադրման գործընթացը, սա իհարկե փորձնական է։ Ֆեդորչակի հետ զոհվել են նաև Զվեզդա հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովը և նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելին։ Ուկրաինայի զինուժը հրթիռներով թիրախային հարված է հասցրել լրագրողներին տեղափոխող քաղաքացիական մեքենային։ 2024 թվականը լրագրողների համար ամենամահաբեր տարին է, հատուկ զեկույցում նշել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն։ Միայն անցած տարի աշխարհի 18 երկրներում 124 լրագրող է սպանվել։ Նրանցից 85-ը մահացել են իսրայելա-պաղեստինյան պատերազմում։ Սա ռեկորդային թիվ է վերջին 3 տասնամյակներում։ Զարուհի Սահակյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։